Բարի երեկո, եթերում ABC լուրերի գլխավոր թողարկումն է, ես Գառնիկ Թաֆյանն եմ և հիմա կներկայացնեմ օրվա գլխավոր իրադարձությունները Հայաստանից և աշխարհից։ Հայաստանի պատվիրակությունն արդեն Բաքվում է, ովքեր են Բաքու մեկնած հայերը և որն է այցի օրակարգն ու նպատակը։ Անկլավների կարգավորման աշխարհի փորձն ու Հայաստանը, միջազգային փորձը կաշխատի մեզ մոտ, ինչ օրինակներ կան։ Արվեստի Արցախ տանող ճանապարհն ու վերադարձի ձգտումը, հավաքական տունդարձի ծրագիրն այս անգամ հավաքել էր արվեստագետներին։ Ինչու են միակ կին քաղբանտարկյալի նկատմամբ կիրառում ամենախիստ ճնշումները, ինչ տեղեկության է տիրապետում Լիդիա Մանթաշյանը, իրավաբանական ու քաղաքական համայնքի ահազանգը։ Որն է Թեհրանում երաշտի պատճառը, Աստծո զայրույթը, թե կլիմայական ճգնաժամը և իրատեսական է արդյոք մայրաքաղաքի տեղափոխումը։ Կլսեն և չեն քննադատի, հուսական աջակցության թեժ գիծը պատրաստ է օգնել։ Հայկական քաղաքասարակության 5 ներկայացուցիչ առավոտյան չարտերային թռիչքով մեկնել է Բաքու։ Արդեն մի քանի օր է շրջանառվում են Ադրբեջան մեկնած պատվիրակության անդամների անունները՝ Արեգ Քոչինյան, Բորիս Նավասարդյան, Նարեկ Մինասյան, Նաիրա Սուրթանյան, Սամվել Մելիքսեթյան։ Արեգ Քոչինյանն անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի հասարակական կազմակերպության նախագահն է։ 2018-ից 2020 թվականներին աշխատել է Հայաստանի անվտանգության խորհրդում որպես մամուլի քարտուղար։ 2022-24 թվականներին եղել է X-Art համակարգիչների խանութի փոխտնօրենը։ Ընկերության անվան հետ էր կապված 2024-ին ձեռք բերված գերհամակարգչի պատմությունը, որի գնման համար կառավարությունը ծախսել էր 2.7 միլիարդ դրամ։ Քոչինյանի նախագահած հետազոտական կենտրոնը հիմնադրել է հենց ինքը։ Պատվիրակության 5 անդամներից հաջորդը Նարեկ Մինասյանն է։ Նա Արեգ Քոչինյանի հիմնադրած անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն հասարակական կազմակերպության ասոցիացված փորձագետ է։ Զուգահեռ աշխատում է հանրային հեռուստաընկերությունում որպես քաղաքական լրագրող։ 2014-ից 18 թվականներին եղել է Հայաց կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի ռազմաքաղաքական անվտանգության փորձագետը։ Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնից պատվիրակության մեջ ընդգրկված մյուս անդամը փորձագետ, քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանն է։ Նա 2009-ին ավարտել է Դոնի Ռոստովի հարավային դաշնային համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը։ Բորիս Նավասարդյանը, որը պատվիրակության կազմում է իր պնդմամբ կառավարության առաջարկով, Երևանի մամուլի ակումբի նախագահն է։ Այդ պաշտոնին 1995 թվականից, իսկ 2023-ից Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահի կոչումն է ստացել։ Մինչև 1995-ը Նավասարդյանը ծավալել է լրագրողական, ապա խմբագրական գործունեություն։ Վերջին 5-րդ անդամը ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուրթանյանն է։ Նա 2024-ից նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայում փոխարինող անդամ է ընտրվել։ Իդեպ այս այցի համար պետական բյուջեից տրամադրվել է մոտ 18 միլիոն դրամ։ Պատվիրակության անդամներից Բորիս Նավասարդյանը գործընկերոջս փոխանցել է, որ Բաքվում նախատեսվում են հանդիպումներ ադրբեջանական քաղաքասարակության ներկայացուցիչների հետ, իսկ հայկական կողմը մտադիր է քննարկումների ընթացքում բարձրացնել նաև գերիների վերադարձի հարցը։ Մինչ պաշտոնական Երևանի ներկայացուցիչները մտածում են խոսել խնդրահարույց թեմաների մասին, թե ոչ, Բաքուն խոսում է իրենց հետաքրքրող հարցերի մասին, պահանջողի դիրքից ու բառապաշարով։ Այսպես կոչված անկլավների թեմաներին Ադրբեջանը կրկին դաշտ գցեց այս ամսվա սկզբին։ Երկու երկրների ղեկավարները դա ներկայացնում են սահմանազատման ու սահմանագծման գործընթացի անվան տակ։ Սակայն փորձագետների դիտարկմամբ այն, ինչ տեղի ունեցավ Տավուշում ու ինչ պիտի տեղի ունենա մյուս այսպես կոչված անկլավների հետ, հեռու է դեմարկացիայի ու դելիմիտացիայի տրամաբանությունից։ Սահմանների հստակեցման գործընթացը ենթադրում է արդյոք մի վիճակ, երբ տան խոհանոցն ու սանհանգույցը տարբեր երկրների տարածքում են։ Սահմանների հստակեցման գործընթացը ենթադրում է արդյոք ինքնիշխան տարածքի օկուպացիա։ Ինչ է ասում համաշխարհային փորձը ու տեղավորվում է արդյոք Հայաստանը այդ օրինակների սահմանում։ Անյա Բաղյանն է ներկայացնում։ Իտալական խոհանոցից փորձել եք պիցցա մարգարիտա, պաստա, իսկ իտալական սցենարով ֆիլմեր դիտել, օրինակ Կնքահայրը։ Իտալական մի սցենար էլ կա, որը նույնպես հետաքրքիր է։
Հռոմի սրտում ապրող աշխարհի ամենափոքր պետությունն է՝ Վատիկանը, պետություն Իտալիայում իր օրենսդրությամբ, սահմաններով, սիմվոլներով։ 1929 թվականին անկլավ հանդիսացող Վատիկանը մոտ 100 տարի է անկախ է։ Ի տարբերություն չափերին, մեծ ազդեցություն ունի Իտալիայի սահմաններից ներս եւ դուրս։ Կենտրոնական Իտալիայից ուղիղ գծով 330 կիլոմետր հեռավորության վրա եւս մեկ անկլավ կա՝ Սան Մարինոն։ Աշխարհի ամենահին հանրապետություններից Սան Մարինոն լեռնային անկլավ է։ 4 կողմից շրջապատված Իտալիայով առանց դեպիծով ելքի։ Իտալական սցենարով մեկ հանրապետության տարածքում գոյություն ունի 3 ճանաչված պետություն՝ իրենց հատուկ օրենքներով, առաջնահերթություններով ու յուրահատկություններով։ Աշխարհում ամենավիճարկելի խճճված անկլավային խնդիրն ունեին Բելգիան ու Նիդերլանդները։ Օրինակ, մեկ քաղաքում մի տան պատուհանը կարող է պատկանել Բելգիային, իսկ Բաքում գտնվող ծառը Նիդերլանդներին։ Բելգիան եւ Նիդերլանդներն ամբողջովին ընդունել են իրար փոքր անկլավները, եւ դրանք կարգավորում են տարեկան կամ անհրաժեշտության դեպքում թարմացվող համաձայնագրերով առանց լուրջ հակամարտության կամ սահմանային ճգնաժամերի։ Լեհաստանով ու Լիտվայով շրջափակված Կալինինգրադը ռուսական անկլավ է Եվրոպայի միջնամասում։ Բացառություններից է աշխարհի անկլավային խնդիրները կարգավորելու հարցում։ Там есть специальное соглашение, которое выглядит совершенно потрясающе. То есть при нынешних отношениях России и Запада, при украинской войне, которая идет, при российско-литовских отношениях, которые не самые лучшие в мире, давайте так это назовем, существует способ, транспорт существует, поезд, который ходит с территории Белоруссии, а Белоруссия объединена с Россией в смысле визового режима, это единая территория Советского Союзное государство. Из Белоруссии в Калининградскую область ходит поезд. Этот поезд ходит по территории Литвы. Литва является членом НАТО, членом Европейского Союза, и, что, наверное, более важно, она еще и член Шенгенской зоны. Ի տարբերություն թվարկված բացառիկ օրինակների, աշխարհը հիմնականում փոխանակման սկզբունքով է առաջնորդվում։ Աշխարհը նմանատիպ 165 դեպք է տեսել, որոնց 99%-ը եղել է հենց այդ land swap-ի տարբերակով, տարածքների փոխանակման սկզբունքով։ Տարածքների փոխանակման սկզբունքով դասագրքային օրինակ է Հնդկաստանի եւ Բանգլադեշի միջև տեղի ունեցածը։ 2015 թվականին երկու երկրի միջև ստորագրվել է պայմանագիր Land Boundary Agreement անունով։ Անկլավների հարցը կարգավորվեց փոխանակման սկզբունքով։ Աշխարհն անկլավների կարգավորման հարցում դրանից բարդ համակարգ չի ունեցել։ Մեր տրամաբանությունն է նա, որ այդ անկլավը պետքա փոխանակվի անկլավի հետ եւ այն ինչ որ իրանց հսկողության տակ է մնա իրանց հսկողության տակ, այն ինչ մեր հսկողության տակ է մնա մեր հսկողության տակ։ Անկլավների փոխանակման սկզբունքին 4 տարի առաջ համաձայն էր Նիկոլ Փաշինյանը։ 4 տարի անց մոտեցումները փոխվել են։ Նոյեմբերի 8-ին Փաշինյանն Արցվաշենն ու մյուս օկուպացված տարածքները վերադարձնելու մասին է գրել։ Ինչ խնդիրներ կարող են առաջացնել մոտեցման այս փոփոխությունը։ Այն ինչ որ առաջարկում է Ադրբեջանը եւ մասնավորապես Վաշինգտոնի փաստաթղթերի միջոցով նոր կոնֆլիկտների բուն են, նոր կոնֆլիկտներ առաջացնող բաներ են։ Եվ դա է խնդիրը, որ այսօր մենք բողոքում ենք, Հայաստանի իշխանությունները չեն հասկանում կամ հասկանալով հանդերձ այս ամենը անում են, կոնֆլիկտների նոր օջախներ են ստեղծում։ Մանուկյանը հիշեցնում է Արցախյան շարժման ու պատերազմին հաջորդածը, երբ անկլավների հարցը կարգավորվել էր փոխանակման սկզբունքով, այսինքն Հայաստանը չի պահանջում Արցվաշենը, Ադրբեջանը Հայաստանում գտնվող անկլավները։ Փաշինյանը ակտիվացնելով անկլավների թեման հրահրում է վիճակը։ Վերջին 4 տարվա ընթացքում Տիգրանաշենի մասին շատ 100-ապատիկ ավելի ենք լսել, քան անցած 35 տարվա ընթացքում։ Իսկ բնակչության 99%-ը երևի որ չանցել այդ տարածքով կամ չգիտեր, չէ լսել այս խնդրի մասին։ Այս իշխանությունը ակտիվացրեց այդ խնդիրը, այս իշխանությունը գրգռեց ադրբեջանական ախորժական, ընդհանրապես տարածքների նկատմամբ իր անհեռատեսությամբ դիվանագիտությունից ոչինչ չհասկանալու եւ հայկական ազգային պետական շահերը չհասկանալով։ Գործող իշխանությունը բարեփոխումներ անելու համար սիրում է Հայաստան բերել միջազգային փորձը, նորմերը, օրինակ կրթության, անվտանգության, տնտեսության ոլորտներում։ Ինչու չի պահպանում արդեն Հայաստան եկած ու դրական արդյունք արձանագրած աշխարհի անկլավային խնդիրները կարգավորելու փորձը։ Անիա Բաղյան, Սամվել Իսրայելյան, Մհեր Դավթյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։
Գործող իշխանությունը բազմիցս է հայտարարել, որ Արցախի հարցը փակ է, իսկ արցախցիների վերադարձը անիրատեսական։ Սակայն առանձին կառույցները, ընդդիմությունը, քաղաքական գործիչները հանձնարարել են արցախցիների իրավունքի ու Արցախի հարցի փաթեթը չփակելու, օրակարգում պահելու ու աշխարհին ներկայացնելու գործը։ Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամը շարունակում է մշակել Արցախ հավաքական վերադարձի ծրագիրը։ Արվեստի Արցախ տանող ճանապարհն ու վերադարձի ձգտումը։ Հավաքական տունդարձի ծրագիրն այս անգամ հավաքել էր արվեստագետներին։ Լինելով անհատական յուրաքանչյուրիս այդ ցանկության կրողը, բոլորս ուզում ենք, որ իրար հետ վերադառնանք եւ որովհետեւ մենք իրարով ենք ապրեցնում եւ ապրում եւ Արցախը հենց այդ մենք բոլորս ենք։ 2 տարի Արցախից հեռու են ապրում, ստեղծագործում արվեստագետները։ Նրանց ստեղծագործելու տարածությունը նույնը չէ, ներշնչման աղբյուրները եւս։ Արվեստագետին ներշնչանքի աղբյուրը այստեղ հայրենիքը շատ մեծ, այսինքն այն հայրենիքը, որտեղ ծնվել ես, այն բնությունը, որով ներշնչվել ես, եւ այն միջավայրը, որը քեզ դարձրել է այդ արվեստագետ եւ արվեստի կրող, այդ ներաշխարհիկ կրողը, քեզ ուղիղ սնուցում հենց անհրաժեշտ է այդտեղից։ Եվ այս առումով արվեստագետի համար երևի մի քիչ ավելի այսպես նուրբ է այս հարցը, որովհետեւ մի տեսակ սնուցման աղբյուրդ կտրվում։ Նկարիչ Հովիկ Գասպարյանը հիշում է Արշիլ Գորկիին։ Նա Կանադայում ապրելու օրերին երկար չարչարվելուց հետո գութան էր պատրաստել, որ մեկ անգամ գոնե վարաներ, հայրենի Վանի կարոտը թեթևացնելու համար։ Հիմա հասկանում է արվեստագետի ապրումները։ Կամ որ չի ստացում հաղթահարել, ճիշտ է, դրան էլի պայքարատա, կարելի ասած ինչ-որ չափով նորից պիտի հոգեպես վերադառնաս հայրենիք, որ կարողանաս դու ստեղծագործել։ Շատ ազդում, վերինաստիճան են, տաս մի սարսափելի բան է։ Կոմպոզիտոր դաշնակահար Սիմոն Սարգսյանն Արցախից հեռու ապրել է իր ուսանողության տարիներին, երբ սովորում էր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ 8 տարի սովորելուց հետո դասախոս կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը նրան Արցախ վերադառնալու հորդոր է արել։ Արցախցիները տաղանդավոր են, նրանց դու պետք ես։ Այդ նախադասությունից հետո դաշնակահար կոմպոզիտորն Արցախի գյուղերում, քաղաքներում է գործել։ 2 տարի է Երևանում է ապրում, վերադառնալու չդադարող ցանկությամբ։ Ես նորից առանց մտածելու պատրաստ եմ վերադառնալ քրտնաջան աշխատանք կատարել հանուն իմ Արցախի, որտեղ ես sense գիտեմ Ղարաբաղցիներին պսիխոլոգիան ուսումնասիրելով իրանք ուրիշ տեղ չեն կարողանում հարմարվել։ Մեզ մեր հողն է պետք։ Արցախից դուրս գալուց հետո կորստի չափն այնքան չէի զգում, որքան հիմա, նշում է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանը։ Ասում է իր երեխաների մոտ այդ ցավն ավելի ակնհայտ է։ Նրանց խոսքի, անգամ դեմքի գույնի մեջ։ Մի խնդիր ունենք, գոնե ինձնից ավակ կամ մի քիչ փոքր սերունդը եկող սերունդին դաստիարակի այն տեսակի մեջ, այն հայ տեսակի մեջ, որ ապագան գոնե Արցախից բացի հայությունը ունենա այն շնորհք ասեմ այս պարագայում, այն շնորհքային ուժը, որը երբեմն ուներ կամ 20-րդ դարի վերջերը որ ունեցանք։ Արցախում ստեղծագործող արվեստի մարդիկ հիմա միմյանց հազվադեպ են հանդիպում։ Ասում են փոքրիկ մայրաքաղաքում ամեն քայլափոխի հանդիպում էին։ Հիմա մեծ մայրաքաղաքում ժամանակի զգացողությունը կորցնում են, անգամ միմյանց զանգելու րոպեներն են հաշված։ Նրանք Հայաստանում բազմաթիվ խնդիրներ ունեն, բայց ամենամեծ խնդիրն այդ սփռված վիճակով աշխատելն է։ Առաջարկում են Հայաստանում աշխատելու մեկ հարթակ ունենալ, միմյանց հետ կքննարկեն կարոտից թեթևանալու, ստեղծագործելու եւ վերադարձի ուղիները գտնելու հարցերը, ինչպես եղավ Genesis-ի հարկի տակ։ Մենք հաշվի ենք առել, որ Արցախյան շարժումը որ սկսվել է, դա մեծ նշանակություն է ունեցել մշակույթի դերը, եւ մենք փորձել ենք այսօր հրավիրել մշակույթի աշխատողներին, արվեստագետներին, որոնց կարծիքով կարողանանք հայեմատել եւ առաջին շարժումը եւ նաեւ այսօր ինչ խնդիրներ կա կանգնած արվեստագետների առաջ։ Քննարկումը շատ լավ է ընթացել։ Արցախ հավաքական վերադարձի հարցը Genesis Armenian քննարկում է մասնագիտական տարբեր խմբերի հետ, նրանց առաջարկների դիտարկումների հիման վրա մշակում վերադարձի ռազմավարությունը։ Անի Աբախյան, Մեհեր Դավթյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։
Պաշտոնական լրահոսից Նիկոլ Փաշինյանն Աստանայում է, նա եւ Ղազախստանի նախագահ Տոկաևը երկկողմ բանակցությունից հետո ընդունել են համատեղ հայտարարություն։ Երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների անդամները փոխանակել են նաեւ միջկառավարական եւ միջգերատեսչական փաստաթղթեր։ Դրանց թվում են առևտրատնտեսական գործակցության ճանապարհային քարտեզը, տարբեր ոլորտներում գործակցության հուշագրերը եւ այլն։ Տոկաևը Փաշինյանին մեդալով է պարգևատրել։ Ղազախստանը կարող է նոր առևտրային ուղի բացել դեպի Թուրքիա, Հայաստանի տարածքով, հայտարարել է Ղազախստանի էկոնոմիկայի նախարարը։ Նրա խոսքով Հայաստանի տարածքով անցնող երթուղին կապահովի Աստանայի մուտքը թուրքական նավահանգիստներ։ Մենք այժմ գնում ենք Ադրբեջանի միջով դեպի Վրաստանի նավահանգիստներ։ Նոր երթուղին թույլ կտա մտնել Նախիջևան, ապա Թուրքիա, թուրքական նավահանգիստներ, ասել է նախարարը։ Իսկ այս հանդիպումների ֆոնին տարածաշրջանի մեկ այլ երկրում Իրանում ջրային աղետը հատում է կարմիր գիծը։ Իրանի մայրաքաղաքը պետք է տեղափոխվի, քանի որ երկիրն այլևս ընտրություն չունի, հայտարարել է նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Նրա խոսքով ջրի, հողի եւ ենթակառուցվածքների վրա ճնշումը կառավարությանն այլ ընտրանք չի թողել, քան գործելը։ Նախագահն ասել է, որ Թեհրանն այժմ կանգնած է աղետի առջև, քանի որ մայրաքաղաքի որոշ հատվածներում հողը տարեկան մինչև 30 սանտիմետրով իջնում է, իսկ ջրամատակարարումը կրճատվում է, հավելելով, որ կառավարության պաշտոնյաները պետք է համատեղ աշխատեն, հակառակ դեպքում սպասվում է մռայլ ապագա։ Գարդիանն ավելի վաղ գրել էր, որ ջուրը եւ դրա բացակայությունը դարձել են Իրանի ազգային մոլուցքը։ Հյուսիսային Թեհրանի մզկիթներում իմամներն աղոթում են անձրևի համար, մինչդեռ օթերվութաբանները ժամերն են հաշվում մինչև եղանակի լավանալը եւ վերջապես երկնքից անձրև տեղալը։ CBC News-ը նշել է, որ Իրանի կառավարության այդքան մտահոգության պատճառներից մեկն այն է, որ ջրային ճգնաժամը կարող է վերածվել քաղաքական դժգոհության եւ հրահրել անկարգություններ։ BBC-ն իր հերթին հայտնել է, որ Ուրմյան Իրանի ամենամեծ լիճն է, սակայն այն մեծ մասամբ չորացել է, թողնելով հսկայական աղային շերտ։ CNN-ը հղում անելով Իրանի օթերևութաբանական կենտրոնի նշել է, որ երկրում տեղումների քանակը երկարաժամկետ միջին ցուցանիշի համեմատ նվազել է մոտ 89%-ով, ինչն այս աշունը դարձնում է վերջին 50 տարվա ընթացքում ամենաչորը։ Իսկ Ալիկ օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը գործընկերոջս հետ զրույցում ասել է, որ իրատեսական չի համարում մայրաքաղաքի տեղափոխման մասին հայտարարությունը։ Խանգարող հանգամանքները շատ են, իսկ տեղափոխելով երաշտի հարցը չի լուծվելու։ Նախ պետք է գտնել մի քաղաք, որը թե աշխարհագրականորեն, թե ռազմավարական առումով, թե մանավանդ քաղաքական առումով հարմար լինի որպես մայրաքաղաք, հսկայական բյուջե կուզի այս տեղափոխումը եւ մի ուրիշ խնդիր որ կա, դա այն է, որ հիմա ողջ տնտեսությունը, Իրանի տնտեսության հսկայական մի մասը, արդյունաբերությունը, այսպես վարչական հիմնարկները, ձեռնարկները բոլորը կենտրոնացած են Թեհրան։ Ներքաղաքական թեմաների մասին Հայաստանում երկրաչափական պրոգրեսիայով աճում է քաղբանտարկյալների թիվը։ Դա է ցույց տալիս վիճակագրությունը, դրա մասին են խոսում իրավաբանական համայնքն ու քաղաքական գործիչները։ Ընդդիմությունը լսումներ է հրավիրել Հայաստանում քաղբանտարկյալների ու նրանց խախտված իրավունքների թեմայով։ Ընդդիմադիր պատգամավոր Էլինար Վարդանյանը համոզված է, որ գլխավոր դատախազը չի արձագանքելու եւ մասնակցի այդ լսումներին։ Մասնագետների պնդմամբ այս պահին Հայաստանում ավելի քան 60 մարդ ենթարկվում է քաղաքական հետապնդման։ Նրանցից 40-ն այս պահին կալանքի կամ տնային կալանքի տակ է։ Իսկ ԿՊ-ական պատգամավորը համոզված է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, այլապես միջազգային կառույցները կխոսեին այդ մասին։ Բազմաթիվ գործոններ կա, նայած քո խոսքը ինչ բնույթ ունի, ինչ է իրենից ենթադրում, ինչ է տանում քո խոսքը, նայած դու ինչքան հետևորդներ ունես եւ այլն եւ այսպես մանրամասն նկարագրված է բոլոր իրավական գործընթացներում, այնպես որ հիմա վերցնեմ դատավորի գործունեություն եւ իրականացնեմ այդ գործունեությունը, չեմ կարծում, ես կարող եմ քաղաքական գնահատական տալ, մենք քաղաքական գնահատական տալիս ենք։ Միջազգային հանրությունը լռում է, իսկ իրավապաշտպաններն ահազանգում են Հայաստանում միակ կին քաղբանտարկյալի Լիդիա Մանթաշյանի նկատմամբ կիրառվող բռնաճնշումների մասին։ Դատավորը չի փոխել նրա խափանման միջոցը, Լիդիան կշարունակի մնալ կալանքի տակ եւս 3 ամիս։ Իրավաբանական համայնքն ու քաղաքական գործիչները Լիդիայի նկատմամբ ընդգծված վերաբերմունքը պատահական չեն համարում։ Միայն Լիդիայի կալանքն է ուղեկցվում տեսակցությունների սահմանափակմամբ։ Ընդդիմադիր պատգամավորները վստահ են, որ Լիդիայի նկատմամբ կալանքը կիրառվում է
իրենց պատժելու նպատակով։ Մանթաշյանը նշել է, որ տեղեկություններ ունի ինչ-որ պաշտոնյայի վերաբերյալ, դրա համար էլ իրեն պատժում են։ Լիդիային այցելում են միայն ընտանիքի անդամները, սակայն մայրը 5 ամիս է աղջկա ձայնը միայն հեռախոսով է լսել։ Իմ գործընկեր Սեդա Մակարյանն է զրուցել ընտանիքի անդամների ու իրավապահների հետ։ Դիտենք։ 5 ամիս է Հայաստանի միակ կին Խաղբանտարկյալի մայրը դստեր ձայնը հեռախոսից ու հեռուստացույցից է լսում։ Առողջությունը չի ներում Դիլիջանից հասնել բանտ նրան տեսակցելու։ 39-ամյա Լիդիան մայրիկի հիմնական խնամակալներ, երկուսով էին ապրում։ Մայրս սրտի խնդիր ունի ու Լիդիան, երբ որ ձերբակալեցին, դրանից հետո սրվել է, դրա համար աշխատում ենք այդ թեման տանը շատ չշոշափել, հեռախոսազանգերով է շփվում Լիդիայի հետ։ Ինքն ու Լիդիան միասին են ապրում, հայրս անցած տարի մահացել է։ Եվ Լիդիան կարելի ասել տան միակ կերակրողն էր, մայրս առողջական խնդիրների պատճառով չի կարող աշխատել եւ 62 տարեկան է, դեռ թոշակի չի գնացել։ Դատարանը եւս 3 ամսով երկարաձգեց նրա կալանքը, տեսակցություններն էլ սահմանափակեց։ Ընտանիքից դուրս որևէ մեկը չի կարող այցելել նրան։ Քույրը Լիզան 15 օր առաջ է հանդիպել Լիդիային։ Ինչպես էր առողջությունը, իսկ տրամադրությունը։ Ինչպես միշտ դրական, պոզիտիվ, ես կասեի մարտական։ Քույրն ասում է հայրենիքի նկատմամբ անմնացորդ սերն ու կամքը հայրիկից են ժառանգել։ Ամուր են, բայց չեն ժխտում։ Դժվար օրեր են։ Լուսավոր կետ ոնց որ մեր ընտանիքից բացակամ է, շատ լուսավոր կետ, մեր ուրախությունն է Լիդիան իր առօրյա վարակիչ ծիծաղով, ամեն ինչով, կազմակերպչական ջիղերով, իր առօրյա միջոցառումները մեր ընտանիքի համար կազմակերպելով։ Լիդիայի մասին ամենաբարդ հարցերը քրոջ երեխաներն են տալիս։ Դեպի դպրոց ու մանկապարտեզ տանող ճանապարհին տեսնում են մորաքրոջ լուսանկարով պաստառներն ու հարցերի շարանով տուն դառնում։ Որտեղ է մորաքույրը։ Ինչու են լուսանկարները փակցված քաղաքով մեկ։ Ինչու են նրան հեռուստացույցով միայն տեսնում, այն էլ ապակիների հետևում։ Ծնողները դժվարությամբ են պատասխաններ գտնում։ Մենք շատ մեղ ավելի փափուկ բացատրել ենք, որ Լիդիան հիմա անազատության մեջ է, իր գաղափարների, իր հայրենասիրության պատճառով։ Մինչև 10 տարեկան են, հենց այդքան էլ լավ չեն հասկանում։ Փաստաբանները պատրաստվում են բողոքարկել կալանքի որոշումը, բայց արդարադատության ակնկալիք չունեն։ Վերաքննիչ դատարանի ունեցած մեր պրակտիկան էլ շատ հուսադրող չէ։ Շատ զարմանալի պատահականությամբ Լիդիա Մանթաշյանի նախորդ 2 կալանքները, երբ որ բողոքարկվել էին, մակագրվել էին միևնույն դատավորին, Մնացական Հարությունյանին, ով 2 դեպքում էլ ըստ էության Լիդիայի կալանքը անփոփոխ է թողել։ Իրավաբանները վստահ են, Լիդիա Մանթաշյանի կալանքի ժամկետների երկարաձգումը չունի այլ տրամաբանություն, քան կալանքը որպես պատիժ կիրառելն է։ Այս պարագայում այդ պատիժը նպատակ ունի կանխարգելել նմանատիպ այլ մարդկանց, այլ կանանց, ովքեր ցանկություն կհայտնեն լինել հասարակական քաղաքական գործընթացներում, որ մի եղեք, որովհետև այլևս այս հասարակությունում նույնիսկ չկա այդ կարմիր գիծը կնոջ հանդեպ առավել դրական իմաստով խտրական վերաբերմունք ունենալու։ Ահաբեկչության մասին մեղադրանքները ծիծաղ են առաջացնում ընտանիքի անդամների, ընկերների ու Լիդիայի հետ երբևէ շփված մարդկանց մոտ։ Մեր ժպտերես Լիդիան ահաբեկիչ, ծիծաղի ու ցավի արանքում անհասցե հարց է տալիս քույրը։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործին ավելանում է եւս մեկ մեղադրանք դատական նիստերից մեկի ավարտից հետո արված արտահայտությունների համար։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ հանրային քրեական հետապնդում են հարուցել խուլիգանության հատկանիշներով։ Իսկ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն Սպարտակ Ղուկասյանին դատարանը որոշել է կալանավորել 2 ամսով։ Հիշեցնեմ, որ երեկոյան իրավապահները ձերբակալել էին Սպարտակ Ղուկասյանին։ Նրան կալանավորելու միջնորդություններ ներկայացվել դատարան մի խումբ անձանց հետ ինֆորմացիոն կամ հաղորդակցական տեխնոլոգիաները գործածելով խուլիգանություն կատարելու մեղադրանքով։ Ավելի վաղ փաստաբան Արամայիս Հայրապետյանն ասել էր, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն Սպարտակ Ղուկասյանին դիմակավորված անձինք առևանգել են եւ տարել են անհայտ ուղղությամբ։
Ամերիկյան որոշ լրատվամիջոցներ հրապարակել են ռուս-ուկրաինական խաղաղության այն ծրագիրը, որը ներկայացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ CNN-ը գրել է, որ առաջարկված տարբերակում ոչ միայն Ուկրաինան, այլև Ռուսաստանը կհայտնվեն պարտադրող զիջումների առջև։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակը հայտնել է, որ Վլադիմիր Զելենսկին ստացել է Միացյալ Նահանգների մշակած ծրագրի նախագիծը։ Ուկրաինայի նախագահի գրասենյակը պարզաբանել է, որ Զելենսկին ակնկալում է առաջիկա օրերին բանակցություններ վարել Թրամփի հետ։ Դրանց ընթացքում նա մտադիր է քննարկել առկա դիվանագիտական հնարավորությունները եւ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ հիմնական կետերը։ Իսկ ինչ է առաջարկել Թրամփը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման համար, ռեպորտաժում։ Ինչ է նախատեսում Թրամփի վարչակազմի նոր 28 կետից բաղկացած խաղաղության ծրագիրն ուկրաինական պատերազմը դադարեցնելու համար։ Նախ կհաստատվի Ուկրաինայի ինքնիշխանությունը եւ Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրոպայի միջև կկնքվի չհարձակման մասին համապարփակ համաձայնագիր, որով վերջին 30 տարիների բոլոր անորոշությունները կհամարվեն լուծված։ Կարևոր պայման է ՆԱՏՕ-ին չընդհամակցելը։ Ուկրաինան համաձայնում է իր սահմանադրության մեջ ամրագրել, որ չի միանա ՆԱՏՕ-ին, իսկ ՆԱՏՕ-ն համաձայնում է իր կանոնադրության մեջ ներառել դրույթ, որով Ուկրաինան ապագայում չի ընդունվի դաշինքի կազմ։ ՆԱՏՕ-ն համաձայնում է նաև զորքեր չտեղակայել Ուկրաինայում։ Ուկրաինան ստանում է անվտանգության հուսալի երաշխիքներ, սակայն զինված ուժերի թվաքանակն էլ սահմանափակում է հասցնելով 600,000-ի։ Միացյալ Նահանգները երաշխիքներ է տալիս, բայց դրա դիմաց ստանում է փոխհատուցում։ Եթե Ուկրաինան ներխուժի Ռուսաստան, կզրկվի երաշխիքներից։ Եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, վճռական համակարգված ռազմական պատասխանից բացի կվերականգնվեն համաշխարհային բոլոր պատժամիջոցները, կչեղարկվի նոր տարածքների ճանաչումը։ Թեև ՆԱՏՕ մտնելն արգելվում է, բայց Ուկրաինան իրավասու է անդամակցելու Եվրամիությանը, եւ այս հարցի քննարկման ընթացքում կստանա կարճաժամկետ արտոնյալ մուտք դեպի եվրոպական շուկա։ Ռուսաստանն էլ կվերաինտեգրվի համաշխարհային տնտեսությանը, այդ թվում հնարավորություն կստանա վերամիավորվել մեծ ութնյակի հետ։ Տարածքների մասով Ղրիմը, Լուգանսկը եւ Դոնեցկը կճանաչվեն որպես դեֆակտո ռուսական տարածքներ, այդ թվում Միացյալ Նահանգների կողմից։ Խերսոնն ու Զապորոժիեն կսառեցվեն շփման գծի երկայնքով, ինչը կնշանակի շփման գծի դեֆակտո ճանաչում։ Ռուսաստանը կհրաժարվի 5 շրջաններից դուրս իր վերահսկողության տակ գտնվող այլ տարածքներից։ Ուկրաինական ուժերը դուրս կգան Դոնեցկի մարզի ներկայում իրենց վերահսկողության տակ գտնվող հատվածից։ Այդ գոտին կհամարվի չեզոք ապառազմականացված բուֆերային գոտի։ Կողմերը պարտավորվում են չփոփոխել տարածքների վերաբերյալ պայմանավորվածություններն ուժի կիրառման միջոցով։ Փաթեթը ներառում է նաև Ուկրաինայի վերականգնման գլոբալ միջոցառումներ։ Այդ հարցում կօգտագործվեն ռուսական սառեցված ակտիվները։ Միացյալ Նահանգները կստանա ստացված շահույթի 50%-ը։ Համաձայնագիրը կունենա իրավաբանական ուժ։ Հրադադարն ուժի մեջ կմտնի փաստաթղթի շուրջ համաձայնության գալուց անմիջապես հետո։ Միացյալ Նահանգների պաշտոնյաները սակայն հայտարարել են, որ ծրագիրը դեռևս մշակման փուլում է եւ ցանկացած վերջնական համաձայնագիր կպահանջի զիջումներ երկու կողմից էլ։ Զարա Սարգսյան, Աննա Գրիգորյան, Նոնա Գևորքյան, ABC Media։ Կլսեն եւ չեն քննադատի։ Հայաստանում գործում է անվճար հոգեբանական աջակցության կենտրոն, որին դիմելն անվճար է, կոնֆիդենցիալ։ Նպատակն է հոգեկան առողջության խնդիրներն ու հոգեհուզական ճգնաժամերի հնարավոր աճը կասեցնել։ Կենտրոնի գործունեությունն ուսումնասիրել է Անահիտ Սարգսյանը։ Հուզական աջակցության թեժգից, բարև ձեզ։ Հավաքում եք 0800 00 900 եւ կարող եք պատմել ձեր խնդիրների մասին։ Բարձր տագնապայնությունը, սուր մարտահրավերներով զանգեր ենք ունենում, որտեղ կան բացասական դեստրուկտիվ մտքեր, վարքային խնդիրներ, անձը գտնվում է իր կյանքի ճգնաժամային իրավիճակում։ Ունենք բռնի տեղահանված անձանց զանգեր, տրամադրում ենք այդ պահին ունեն եւ ֆինանսական, սոցիալական հարցում եւ հուզական աջակցության հարցում աշխատում ենք կորստի հետ, կորստի եւ վիշտի հետ։ Զանգահարում են տարեցներ, որոնք միայնակ են եւ ունեն ուղակի խոսելու եւ լսված լինելու կարիք։ Ձեզ կլսեն հուզական աջակցության թեժ գծից։ Հայաստանի Հանրապետության ցանկացած կետից զանգն անվճար է, կոնֆիդենցիալ։ Նպատակն է կանխարգելել եւ նվազեցնել հոգեկան առողջության մարտահրավերների հնարավոր վատ թարացումները եւ հոգեհուզական ճգնաժամերի հնարավոր աճը։ Արցախից բռնի տեղահանվածներն են հաճախ զանգում, կիսվում կորստի ցավով, բայց նրանք նախագծի միակ շահառուն չեն։ Եղել են անձինք, որոնք ունեցել են մարտական դեպքերի ժամանակ
հարազատներ, որոնց կորցրել են եւ դեռևս չեն կարողանում համակերպվել դրա հետ, զանգահարում են գերլարված, գերհուզական կյանքի մաստիկ օրստով, մեր առաջնային նպատակն է ստաբիլիզացնել հոգեվիճակը, նվազեցնել ճգնաժամը, ինչ որ ձև իրենց օգնությամբ ստեղծել կյանքի իմաստ։ Ծառայությունը հասանելի է երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից մինչև 18:00։ Սակայն հարց է առաջանում, չէ՞ որ հոգեկան առողջության մարտահրավերները ժամանակացույցով չեն առաջնորդվում։ Բնականաբար այս մեր աշխատանքային ժամերը մեր կմահաճույքով չի պայմանավորված, հիմնական պատճառը ռեսուրսներն են, երկրորդ երևի կնշեմ ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, որովհետև մեզ ամեն դեպքում որոշակի ժամանակ ու վիճակագրություն է պետք, որպեսզի մենք կարողանանք վստահ լինենք, որ լավ, եթե մենք երկարացնում ենք ժամերը, մենք կարողանում ենք հիմնավորել ու պատճառ ունենալ, թե ինչի ենք մենք այդ ռեսուրսները ներդնում հենց այդ ուղղությամբ։ Թեժգծի հոգեբանների աշխատանքի սկզբունքը հետևյալն է՝ լսել մարդկանց եւ ապրումակցել առանց քննադատելու։ Ամսական կտրվածքով ունենում ենք 100-ից ավել զանգեր, դա վկայում է, որ ծառայությունից օգտվում են ու գոհ են մեր ծառայությունից։ Որոշակի վիճակագրություն կա, որի շնորհիվ հնարավոր է պատկերացում կազմել, թե ովքեր են օգտվում հոգեհուզական աջակցությունից եւ ինչ խնդիրներ ունեն։ Շահառուների մեծ մասը կանայք են։ Մեր զանգերի մոտ 15%-ը նաև առնչվում է ինքնասպանության մտքերի եւ գաղափարների, փորձերի հետ, առնչվում է ընտանեկան բռնության եւ նմանօրինակ այլ դեպքերի հետ, որոնք շահառուի կյանքին ու առողջության անմիջական վտանգ են սպառնում։ Կան արդեն շարունակական շահառուներ, որոնք ժամանակ առ ժամանակ զանգում են եւ հոգեհուզական աջակցություն ստանում։ Մենք ունենում ենք նաև շնորհակալական զանգեր, երբ զանգահարում են ու ասում են, որ այս ձեր կողմից տրված տեխնիկան կիրառել եմ եւ ինձ շատ օգուտ է տվել եւ շնորհակալություն են հայտնել եւ մենք պարտադիր ասում ենք, որ երբեք չենք սահմանափակում, ասում ենք, որ նրանք կարող են զանգահարել երբ որ ցանկանան աշխատանքային ժամերին։ Արտակ Բեկոյանը պատմում է, որ իրենց գաղափարը կարողացել են կյանքի կոչել Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ։ Շուրջ 5 ամիս պիլոտային փուլ են անցել, ապա սկսել բուն աշխատանքը։ Մեր դիտարկումների արդյունքում մեր աշխատանքի փորձի իման վրա նաև մեր համար ամեն դեպքում ակնհայտ դարձավ, որ Հայաստանում անհրաժեշտ է մեկնարկել ծառայություն, որը կլինի անվճար ու պարտադիր չի, որ գործ ունենա բացառապես հոգեկան առողջության մարտահրավերների ծանր կամ խիստ արտահայտված դեպքերի հետ եւ հասանելի կլինի բացարձակ բոլորին։ Պիլոտային փուլի համար նախագծին հատկացվել է 16 միլիոն 750 հազար դրամ, իսկ այս փուլում նախատեսվում է ծրագիրը շարունակել մինչև հաջորդ տարվա օգոստոսը ներառյալ։ Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնությունը վերազինման փուլում է։ Ուզում են Արցախից բռնի տեղահանված անձանց համար իրականացված հատուկ ծրագիրը ևս դարձնել շարունակական։ Անահիտ Սարգսյան, Նորայր Հակոբյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել ենք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Ես Գառնիկ Թաֆյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք ամփոփիչ թողարկմանը, որը ժամը 21-ին է։ Առայժմ։